Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ ասել, որ այսօր կառավարության որոշմամբ ընդունվեց մի կարևոր ուրեմն նախագիծ եւ կանխելու թե ձեր հարցերը եւ թե հանրության մեջ որոշակի ուրեմն դիտարկումները ներկայացնեմ, որ այսօր կառավարությունը հավելյալ գումարներ տրամադրեց առողջության ապահովագրության շրջանակներում մեր համակարգին նոր միացած անձանց համար։ Դուք գիտեք, որ առողջության ապահովագրության շահառու են հանդիսանում մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք եւ այս խմբերի համար պետությունը 100% սուբսիդավորում է։ Եվ մենք ուրախ ենք, որ մեր երկրում թե ռեզիդենտության եւ քաղաքացիության առումով մեր շահառուների թիվը ըստ էության տարվա այս 6 ամիսների ընթացքում աճել է։ Սա նշանակում է Այո։ 8 միլիարդի շրջանակներ, 7.1 միլիարդի շրջանակներում է։ Շահառուների թիվը կարող եք հարցում անել, այնտեղ մաթեմատիկական հաշվարկ է, գիտեք, քանի շահառու, այդքան անգամ 129,600 դրամ տարվա պետության պարտավորությունն է։ Սա ուզում եմ ասել, որ նաև մեր քաղաքացիների վարքագծի որոշակի փոփոխության արդյունք է եւ նախկինում Հայաստանում 183 օր ապրելու հանգամանքը գուցե շատերը շատ ուշադիր չէին, բայց այս երաշխիքի տրամադրումը նաև մեր քաղաքացիների առումով Հայաստանում ռեզիդենտ լինելու այդ ցենզը ապահովելու առումով փոփոխություն է եղել եւ սա է եղել։ Չէ, տեսեք։ Ես հեսա բոլորի հարցերին կպատասխանեմ։ Այո, տեսեք։ Երբ որ մենք դրել ենք պահանջ ռեզիդենտության, առողջության ապահովագրության շահառուն դառնում է շահառու, եթե 1 տարվա ընթացքում նրա 183 օրը լրացել է եւ արդեն անցել է, եւ դրա անցնելու հաջորդ ամսվանից նա դառնում է ապահովագրության շահառու 100% պետության սուբսիդավորմամբ։ Այսինքն այս 6 ամիսների ընթացքում եւս քաղաքացիներ են եղել, ում 183 օրը լրացել է եւ նրանք ավտոմատ արդեն են դառնում ոչ, ցենզը մնացել է եւ ես կարծում եմ շատ կարեւոր ցենզ է եւ Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող պետական երաշխիքները պետք է ունենան նման ցենզ, որովհետեւ մեր բյուջետային միջոցներն ու մեր հարկատուների գումարները իհարկե պետք է ծախսվեն Հայաստանում ապրող եւ Հայաստանում իրենց կենսական շահը պատկերացնող մարդկանց վրա։ Եվ այն քաղաքացիները, որոնք մասնավոր սեկտորում են աշխատում կամ բիզնեսում են, բայց բավարար շրջանառություններ են տարական կտրվածքով, իրենք կարող են միանվագ տարվա գումարը վճարել 129,600 օրը եւ դառնալ շահառու։ Ես որքանով պրոցեսի ճշտել ասացի, որ այս տարի ոչ եւ այո մեզ շատ են դիմում, որ գուցե նրանց անհատ օրինակ ձեռնարկատերերի այդ 2,400,000-ը չի գերազանցում, բայց մարդիկ տեսնելով այս երաշխիքի կարևորությունը եւ նաեւ գոհունակությունը ժողովրդի ուզում են դառնալ համակարգի մասը։ Այս առումով պետք է նշեմ, որ պիտի սպասենք 27 թվականի հունվարի 1-ին եւ 27 թվականի հունվարի 1-ից օրենքի նաեւ մյուս հատվածը, որը վերաբերվում էր բոլոր աշխատավարձ ստացողներին եւ նաեւ անհատ ձեռնարկատերերին արդեն անկախ շրջանառության չափից կմտնեն ապահովագրության համակարգ, բայց ես ուզում եմ նշել, որ մենք նաեւ շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք մարդկանց 200,000-ից ավել աշխատավարձ ստացողների շահառուների խումբն է մեծացել, սա էլ կարևոր ձեռքբերում է, որ քաղաքացիները իրենց երաշխիքները ապահովելու համար նաև ակտիվ վարքագծով գալիս են մաքուր հարկային դաշտ։ Տիկին Ավանեսյան, աշխատանքից ազատվել է Լիլիթ Ղազարյանը, տեղագործական ոլորտի աշխատող է, առողջապահական ոլորտի աշխատակիցների գնահատականների բարձր հմտությունների տիրապետող մասնագետ։ Պնդում է, որ ձեր ցուցումով է եղել հմտությունների մեկնաբան։ Ով է պնդում։ Լիլիթ Ղազարյանը հանդիսանում է մեր դեղերի փորձագիտական պոակի տնօրենի տեղակալ, եթե չեմ սխալվում, եւ նրա ազատման հետ կապված դիմումը որոշումը ընդունել է ղեկավարը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մանիպուլյացիաներին, եթե դրանք իրականություն լինեին, Լիլիթ Ղազարյանը կազատվեր 5-6 տարի առաջ։ Այսինքն ես չգիտեմ։ Ձեր ցուցումով չի եղել։ Հարգելիներս, ես ցուցումներ եւ հանձնարարականներ տալիս եմ եւ ես այս պահին էլ ասեցի, որ տնօրենի
որոշմամբ իրականացվել է հաստիքների փոփոխություն եւ ազատումներ։ Ես նկատի ունեմ ձեր դուք կապում եք իր ազատման։ Ես չկա մի բան, որ կապ չունենամ իմ համակարգում կատարվող։ Այսինքն դուք եք հորդորել, որ հեռանա։ Ես ոչ մեկին ոչինչ չեմ հորդորել, մենք իրականացնում ենք Դե եթե թողեք, որ պատասխանեմ, ես ընդհանուր առմամբ մեր բոլոր պետական բժշկական կենտրոնների, պոակների, կադրային քաղաքականության ընդհանուր գծերն են որոշում եւ ասեցի, տեղի է ունեցել հաստիքների փոփոխություն, իսկ թե որ հաստիքում ով է մնալու, դա իրականացրել է որոշումը։ Ինչ է հեռացել։ Դե չգիտեմ, հարցրեք։ Դուք կարծես թե չեք որ ցուցումը դուք եք տվել, այսինքն կամ կապ ունեք այդ ամեն ինչը, այսինքն ձեր իմացությամբ եղել, ոնց եք ձևակերպել։ Ինչու օրինակ, որն է հիմք հանդիսացել, եթե Լիլիթ Ղազարյանից գոհ են համակարգում, եւ որևէ լուսնապի չի առաջ։ Լիլիթ Ղազարյանի գոհ լինելու հանգամանքը կապված է նրա գործատուի հետ։ Եվ նորից եմ կրկնում, բավական է քաղաքական մանիպուլյացիաներով զբաղվել, ինչի մեծ փորձ ունի պարոն Ղազարյանը։ Եթե Արգելիներս կթողեք պատասխանեմ։ Դրա հետ կապված հարցում ուղղեք կպատասխանեն մանրամասների մասով։ Ուղղակի տնօրենը ինքն է ձեզ դիմել, օրինակ ասել, լավ չի աշխատում, եկեք հեռացնեք, դուք էլ ասել եք, որ շուտ աշխատում հեռացեք։ Դե դուք եք տեսել, ասել եք, ուղղակի տնօրեն ջան կլինի հեռացնեք այս տեխնոլոգիա։ Հարգելինես, ես ներկայացրեցի մեր աշխատանքային process-ը, ես իրականացնում եմ մեր ուրեմն կենտրոնների ընդհանուր կադրային քաղաքականությունը, մասնավոր հարցերի հետ կապված դիմեք կպատասխանեմ։ Որ դուք բազաբանում չեք ներկայացնում, արդեն չի նշանակում, որ այստեղ ինչ-որ մի բան չի եւ գուցե այդ պնդումը համապատասխանում է իրականությանը։ Հարգելիներս։ Այդքան հիմնավորումներ չեք ներկայացնում։ Ես թույլ է տալիս կարծել, որ գուցե նրա պնդումները իսկապես կապ ունեն իրականության հետ։ Ինչ իրականություն։ Ես կրկնում եմ ձեզ, եթե քաղաքական որևէ հեռացում լիներ, դա կիրականացվեր 5 տարի առաջ եւ 5 տարիների ընթացքում պարոն Ղազարյանը այս ընթացքում հնարավոր բոլոր նրա գործունեությունը ճիշտ ասած քաղաքական դժվար է գնահատել, այլ ուղիղ, չգիտեմ, չեմ ուզում խորանալ գնահատականներ տալ, դա իր գործն է։ Նորից եմ կրկնում, 5 տարիների ընթացքում բավական ժամանակ ունեինք հեռացնել քաղաքական ենթատեքստով։ Նման բաներ մեր համակարգում չկա։ Իսկ թե այս 17000 եւ ընդհանուր առմամբ մեր համակարգում ցանկացած անձ ամեն օր էլ ընդունվում եւ ազատվում է աշխատանքից, այսքանը։ Համաձայն եք այն գնահատականների հետ, որ նա լավ մասնագետ է, համաձայն չեք։ Դուք ինչպես Ես նրա աշխատանքային գնահատման մասով չեմ ուզում ավել բան ասել։ Բայց ոչինչ չեք ասել։ Պատասխանեցի ձեր հարցին, այսքանով բավարարվեք։ Այս թեմայի անդրադառնանք առաջիկա նոր կառավարություն է ձևավորվելու, փոփոխությունների հարցը քննարկվելու է, դուք շարունակելու եք մնալ ձեր պաշտոնին, ձեզ օրենսդիրում թե գործադիրում եք տեսնում եւ օրինակ հաշվի առնելով, որ այսպես ասենք, որպես կին քաղաքական գործիչ ԿՊ-ում բավականին ազդեցիկ է դարձել ձեր դերը, հնարավոր է ձեզ նաեւ փոխվարչապետի պաշտոն առաջարկվի։ Ես իհարկե ինձ ավելի շատ տեսնում եմ գործադիր մարմնում եւ ես շատ սիրում եմ իմ աշխատանքը եւ իհարկե ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը։ Կարծում եմ կաբինետի վերաբերյալ վարչապետը ինքը կներկայացնի, ես ներկայացնում եմ իմ ցանկությունը եւ իմ այսպես որտեղ եմ ինձ ավելի շատ տեսնում։ $102 միլիարդ չէ, $102 միլիոն համաշխարհային բանկի ծրագիրն է, որը ընդհանուր առմամբ բյուջետային վարկ է, դա տալիս է բյուջեին, բայց որոշակի առողջապահական համակարգում ինդիկատորների բավարարման պարագայում։ Սա շատ կարևոր ձևաչափ է վարկային միջոցների ընդգրկման։ Բայց այս պահին էլ ես դες ներկայացրեցի, թե ինչումն է եղել ավելացումը։ Ես պատրաստվում եմ առաջիկայում նաև առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի աշխատանքների 6-ամսյա շրջափուլը ամփոփել։ Ես կարծում եմ այն ձեռքբերումներն ու կարևորագույն ինստիտուցիոնալ կայացումը, որ ունեցել ենք, անհրաժեշտ է հանրությանը նաև ներկայացնել։ Իհարկե ես պարբերաբար խոսում եմ, ներկայացնում եմ ինչու ենք իրականացնում դիմելիության եւ այլնի առումով, բայց 6-ամսյա շրջափուլը բավական արդեն կարևոր է եւ թույլ է տալիս նաեւ գնահատականներ տալ եւ հասկանալ ինչ է մեզ սպասվում ապագայում։ Հաջորդ շաբաթվա ընթացքում ես մանրամասն բրիֆինգի ձևով կհրավիրեմ այս թեմային անդրադառնալու։
Արդեն իրականացվում է, այո, արդեն այդ համակարգը էլեկտրոնային գործարկվել է եւ աշխատում է։ Գործարկված է, աշխատում է եւ հերթով կվերադարձվի։ Շնորհակալություն։